պատկերն է գլխավոր հատկագծի, որտեղ նկարագրված են փուլերը, ինչպես գիտեք լինելու են երկու մեծ փուլով, բայց առաջի փուլը իր հերթին բաժանվելու է փուլ 1.1-ի եւ 1.2-ի։ Առաջի փուլով պետք է կենտրոնանանք տարածքի արևելյան հատվածի վրա։ Ունենք նաև պատմության ժառանգության օբյեկտներ, այս գծերով կարող եք տեսնել եւ գծերով։ Սա իրենց ներկայացնում է բնակատերի, իսկ այս մյուսները դամբարադաշտեր են։ Սրանք հայտնաբերվել են դեռ սովետական տարիներին, բայց տեղումներ չեն իրականացվել։ Այդ իսկ պատճառով հիմա են այդ տեղումները իրականացվում, որպեսզի պարզ դառնա, թե ինչի հետ գործ ունենք։ Մաքրման աշխատանքները ևս բաժանել են փուլերի, առաջի փուլով կարմիրով նշված հատվածն ենք մաքրում եւ արդեն աշխատանքները իրականացում են։ Այստեղ ևս պատկերված է գլխավոր հատկագծը եւ ինչպես տեսնեք կան լանդշաֆտի տեսանկյունից տարբեր ֆունկցիոնալ հատվածներ։ Ունենք կլաստերային բակեր, ունենք մշակութային բակ, ունենք սպորտային բակ։ Հաջորդ սլայդում կարող եք տեսնել տեսակները, թե ինչպիսի լանդշաֆտային տեսակներ ենք ունենալու, օրինակ ունենալու ենք քարքարոտ հատված, ունենալու ենք քիչ խնամք պահանջող լանդշաֆտի տարածք, այսինքն այդպիսի բազմազանություններ ենք ապահովելու։ Բազում է տարածքի արկա մաքրման ենթակա օբյեկտների կեսը, դրանք չտարբերակված են։ Թվում է շինարական աղբեր, բայց իրականում այնտեղ կան նաև կենցաղային տոկակներ եւ այլն, այսինքն ռեկուլտիվացման ենթակա չեն, բայց կարծրախոս է տարածքները պետք է մաքրել։ Այնուամենայնիվ ինչն է, որ պարտադիր պետքա տեղափոխվի, ինչն է, որ կարող ենք տեղում որևէ բանի համար օգտագործել։ Հողաթմբերը եւ քարակույտերը նույնն են։ Այնտեղ անպայման պետք է առանձնացվի չտարբերակված շինաղբը, որը գործնականում այդ առանձնացված աղբ կոչված 50%-ն այսինքն չտարբերակված շինաղ պետք է այդտեղից մաքրել։ Անվադողերը, մետաղի ջարդոնները դրանք պետք է մաքրել։ Այս տարածքից պետք է տանենք ուրիշ տարածք, իսկ գիտենք որ պետք է տանենք։ Վայմանակի մասը աշտարակի։ Այս վայնի հիմա մենք փուլ 1-ը մոտ 10,000 խորանարդ մետր աղբի մասին է խոսքը, որը 207 հեկտար տարածք կազմում, այսինքն այդ տարածքը ծնված է։ Այդ ծավալի աղբը հիմա տեղափոխում ենք, այդ ծավալի աղբ մոտակա աղբավայրը, որը աշտարակում է, այդ ծավալի աղբը վիճակի է ընդունել, այսինքն օրինական մոտ 500 խորանարդ մետր կարողանում ենք ընդունել։ Պետք է հասկանալ, որ դա մի գործողությունով չի լինելու կանգնացնել, պետք է աշխատել, շարունակական աշխատել։ Այս ժամանակաշրջանի հնավայր փաստորեն ոչ թե ժամանակի իմաստով, այլ որ ճարտարապետությունը։ Այսինքն նախակերամիկական նեոլիթի առաջի հնավայրն է, որ մենք այստեղ բացահայտել ենք։ Շատ Սա ակադեմիական քաղաքի առաջին մեծ հայտնի։ Այս է քաղաքը դա։ Դա չի, ծածկակի եմ ասում։ Եվ դա սնունդ որը ցույց է տալիս մարդը այստեղ մտածի։ Այո, տաշել է գործել։ Այսինքն այդ բաները այս առաջին շերտից է գտնվել։ Չէ, հիմնական բաները գտնվել է երկրորդ շերտից։ Հաջողություն։ Հաջողություն ձեզ։